Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, մենք տեսանք օրեր առաջ, թե եպիսկոպոսների խումբը ինչ հայտարարություն տարածեց, ըստ էության, եթե կարճ ասեմ, եպիսկոպոսները ակնկալում են, որ կաթողիկոսը Գարեգին Բ-ն հաշվի առնելով այս շիկացած իրավիճակը, եթե կարելի է այդպես ձևակերպել, խոհեմ կգտնվի եւ ինքնակամ կգնա հանգստի։ Մյուս կողմում մենք տեսնում ենք, որ նույն եպիսկոպոսները, որոնք հայտարարություն են տարածել, հայտնվել են թիրախում, մասնավորապես ընդդիմության, ինչու՞ չէ նաեւ նույն բարձրաստիճան հոգեվորականների նրանց կրկին որակում են հուդա, դուրս դրեցին եկեղեցուց եւ այսպես շարունակ։ Ինչ եք կարծում դուք այսպես այդ հույսը ունեք, որ ամեն դեպքում Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա կամ այդ գիտակցությանը կգա, որ եկեղեցին ավելորդ ցնցումներից, այսպես ասած, ազատելու համար պետք է ոչ, ինքնակամ չի գնա եւ ես երբեք նման միտ չեմ հայտնել, որտեղ առաջիններից մեկն եմ, եթե ոչ առաջին այդ հարցերով։ Բայց հիմա եկեղեցու ներսում է արդեն այդ խնդիրը դրված ու եկեղեցու ներսից են պահանջում։ Որտեղ հարցը ցկցկվեց։ Այդ հարցը ուրեմն պիտի լուծվի։ Ես ձեզ մի բան ասեմ, ընդհանրապես ժողովրդավարությունը ինքը շատ նուրբ քաղաքական համակարգ է, մանավանդ աղքատ երկրներում, որտեղ նաև ժողովրդավարության ավանդույթները թույլ են։ Դրա համար մի բառ ասեմ, ժողովրդավարությունը երբեմն պիտի կառավարել ավտորիտար մեթոդներով, իհարկե օրենքով։ Այդպես եղել է Հիտլերից հետո Գերմանիայում, այդպես Ֆրանսիայում։ Գեներալ դե Գոլի նման ավտորիտարանտ չի եղել, բայց Ֆրանսիան ժողովրդավարական է եւ այսպես։ Այս համաշխարհային փորձերը պետք է հաշվի առնել, բայց Հայաստանում քաղաքագիտության փոխարեն չգիտեմ ինչ է գիրառում։ Ես իսկական գիտություն նկատի ունեմ։ Հիմա ցկվեց եւ նա հույս ունենակ, որ գնա չի կարող, որտեւ եթե անձամբ ենթադրենք ինքը այն անձն է, որ պետության մասին շատ է մտածում, որին ես չեմ հավատում, ուրեմն ունի երկու պարտավորություն, մեկը Հայաստանի քրեա օլիգարխիկ համակարգն է կամ գողապետությունը կամ Ղարաբաղյան կլանը լայն առումով պարտավորություններ ունի, նրանց հետ է։ Երկրորդը միջազգային պահանջն է, Ռուսաստանը Հայաստանից իշքան եմ ասել, առաքելական եկեղեցին 1836 թվականից սինոդին է ենթարկել։ Սրանք լուրջ բաներ են։ Երբ որ ասում ես, մարդիկ խուսափում են քննարկելուց, դա այդպես չի։ Հիմա պիտի բոլոր միջոցները գործադրել, process-ն արագացնել։ Հիմա մի վնասակար միտք է շրջանառվում, կարծում եմ դավադիր, որ այս թող ուրեմն նոր տարիներ այս կաթողիկոսը ուրեմն շնորհավորի, հետո եւ այլն, ոչ։ Հիմա իշխանությունը պիտի տնի իր արժեվ խնդիր եւ հասարակությունը կարծում եմ պաշտպանում է։ Ես երեկել էի շրջաններում, հասարակությունը կառավարության հետ է, միանշանակ, ոչ մի կասկած չկա, ով ինչ ուզում է իմ ասածի վրա բառաչի։ Այդ ասում եմ, որտեղ գրի ասի, դա հասարակությունը կառավարության հետ է, նաեւ ես բավականին լավ կապեր ունեմ մեր հայրենակիցների հետ, ոչ հայաստանյան բանով, դրսից։ Մարդկանց արդեն զայրացնում է այս եղած վիճակը, թե այս մարդը ինչ է ուզում, ինչ է, բայց ես նա պարտավորություններ ունի միջազգայինի։ Այդ չեմ ասում, որ իրենք եթե այդ մարդը լինեին, այդպես էլ չէին փչացնի, դա պետք է նկատում։ Դրա համար պիտի խնդիրը դրվի եւ մի 10-5-6 օրում հարցը պետք է լուծվի։ Սա տեխնիկական իմաստով, իսկ քաղաքական, բարոյական իմաստով վաղուց ինքը այլևս չկա։ Հարցը լուծված է, ասեմ ինչու։ Որտեղ եկեղեցին են հիմնարկը, որը օրենք բանով է կառավարում, էլի, այսպես օրենսդրությամբ, այսպես ընդհանուր, իհարկե օրենքին պիտի ենթարկվի։ Դա բարոյական արժեք է։ Իսկ իրենք ինչ բարոյական արժեք ունեն։ Այդ իմաստով դա չկա այլևս, Հայաստանը կաթողիկոս չունի, ասել եմ, կրկնում եմ, նա այլևս գոյություն չունի, բայց հարցը պիտի փակել։
Ինչպես պարոն Շիրինյան, հարցը այստեղ է, դուք էլ ասացիք, որ վերջնագրերի տեսքով մի շաբաթ 10 օրում պիտի հեռանա, բայց տեսեք, օրինակ նույն քաղաքացիական պայմանագրից քաղաքական իշխանությունը հաճախ հայտարարում է, որ իրենք որևէ կերպ միջամտություն եւ ներգործություն չեն ուզում ունենալ, եւ ներսից էլ արդեն process-ը սկսվել։ Իրենք պատասխանատու են պետության համար։ Եթե ասում է, որ քրեական գործեր կա, հենց հիմա պետք է քրեական գործերը դնել շարժման մեջ։ Կաթողիկոսին պիտի ձերբակա։ Կաթողիկոսին չէ, նա ով որ կաթողիկոսի աթոռը զբաղեցրել է եւ չի հեռանում, ով որ Իզմիրլյանով Հայաստանի գանձագողերին ճանապարհ էր դնում արտասահման։ Եվ քանի անգամ վարչապետն էլ ասում, եղբայրը KGB-ից այդպես չի ասում, ուրեմն ելի կաթողիկոս։ Բոլորին բարձ է, պիտի բացատրական այդ բանը անել, ասվի եւ հարցը փակվի։ Երկրի այսպեսի սա կարող է գործելածևը տանել խորը ճգնաժամի երկրին։ Ես իշքան եմ ասել, եկեղեցու հետ չի կարելի այսպես երկար բարակ, դա մեր եկեղեցին է, մեր հավատն է եւ այլն։ Բայց բոլորին պարզ է, թե ովքեր են զբաղեցրում այդ բաները։ Նույնիսկ գործելը հասել են բան կուսակրոնություն եւ այլն, այս բոլոր նորմատիվները կանոնական պահանջներ, ասում են կարևոր չի։ Բա ի՞նչն է կարևոր։ Կաթողիկոսի համար գոնե ի՞նչն է կարևոր։ Այս ինչ ներողամտություն է։ Եվ ընդհանրական ասեմ, ժողովրդավարություն իրեն պիտի կարողանա պաշտպանել։ Թե չէ ժողովրդավարությանը հոշոտում են, որ երկրին ուզում եք փորձ վերցրեք։ Մենք էլ նույնն ենք, այնպես որ պիտի գտնեն միջոցներ, իսկ ամենալավ միջոց օրենքն է։ Եթե չունի, ասենք հանցանք չի գործել, գործ չկա, այդ դեպքում պետք է ներողություն խնդրել, ասել սխալ եղել։ Նաև տեսակետ կա պարոն Շիրինյան, որ ժամանակը Գարեգին բնձգելու է մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքներով պայմանավորված նոր հասկանալու է գնալ թե մնալ։ Ուրեմն ասեմ, որ ընտրությունների արդյունքը պարզ է։ Ուրեմն այդ գողապետության վերադարձ չի լինելու, բացառված է։ Ուրիշ բան է, թե այս ասած ժողովրդավարական համախումբը ինչ կանով կներկայանա խորհրդարանում։ Եթե մենակ պիտի ներկայանա ԿՊ-ով, շատ վատ է լինելու։ Մյուս բևերը լինելու են նրանք, ուզում է 10 հոգի լինեն։ Ուրեմն ժողովրդավարական այս մասը բազմագուսակցական, բազմաֆունկցիոնալ եւ բազմաբովանդակային։ Օրինակ մենք ենթադրում ենք, որ ժողովուրդը մեծ քրիստոնյա ժողովրդավարներից պիտի գործուղի անպայման խորհրդարան, անպայման, որովհետեւ այն խորհրդարանի բաներն առաջանում եւ ուրիշներ։ Ասել եմ, ինչ լավ կներ մի հատ սոցիալ-դեմոկրատական գուսակցություններ լիներ երկու։ Ուրեմն սա պարտադիր է, սա պիտի արվի, բայց ձգել մինչև խորհրդարանական այս հույսը չկա, ուրիշ բան կա։ Կարծում եմ, որ այստեղ խորքը ավելի դավադիր է, քան այդ ընտրություններն են։ Սպասում են Ռուսաստանի միջամտությանը։ Ինչ միջամտություն կարող է։ Ամեն ինչ, Ռուսաստանն ինչ է անում, Ուկրաինան տեսեք, նայեցեք։ Ինչ է անում Ռուսաստանը։ Ռուսաստանը սովորաբար ուղղակի վիճակը լավ չի, որ այստեղ միջամտի, դրա համար բրոքսիներին անել լցրել է փողոց։ Այսինքն ընդհանուր ներքաղաքական խժդշություններ։ Ամեն ինչ։ Ռուսաստանի հետ պիտի հասնել այն բանին, որ մենք լինենք հավասար պարտնյոր պետություններ, բայց դա հեռու է առայժմ։ Ուրեմն արագ պիտի գործել եւ վերջ։ Մենք պետություն կորցնելու խնդրի առաջ կարող ենք կանգնել։ Այսպեսի քայքայման վիճակում, որտեղ ով գիտի։ Սա անթույլատրել, ես ժամանակին ասել եմ, հիմա իհարկե այդ մոդելը չի կրկնվի, բայց նման բան։ Ես կարծում եմ, որ այս հարցը պիտի լուծվեր, դա միանշանակ է եւ Հայաստանի Առաքելական եկեղեցին պիտի բացառապես սպասարկի, ուրեմն այսպես ասեմ, հոգեվորից ու բանով Հայաստանի շահը որպես պետության, ոչ հայ ժողովրդի, որովհետեւ դա անհասկանալի բան է։ Թայվանում հայեր, Չիլիում հայեր եւ այլն։ Այս պետք է լինի։ Հիմա դրա համար պետք է մի գիշեր ուղարկում եք անվտանգությունից մի քանի մարդ, այո, պետությունները ոնց են պետություն դառնում, եւ տնում են թուղթը դիմացը, որ այս հանգամանքները սա հրաժարականի ուրեմն դիմում է։ Գրում էր վերջառավոտ հայտարարում եք հարց փակում էր, որտեղ Ինչպես ես ըստ հաղորդագրի ես որպես քաղաքակետ օգտվում եմ այն նյութից, ինչը հրապարակվում է, ես այդ հատուկ ծառայություն չունեմ, բայց որ Իզմիրլյանովն ինչքան գանձագողար, որպես Չեխոտկա եւ Քորուտոպալ
արտասահման ուղարկես, դա ակնհայտ է եղել, չէ՞։ Եղել է թե չի եղել։ Ուրեմն դրա համար պետք է սկանը, մնացածը դե շատ եմ ասել, մնացածները կարևոր չի։ Այս հարցը պիտի լուծվի, եկեղեցու հետ չի կարելի խաղալ։ Հոգևոր դա մեզ շատ կարևոր, ասեմ ձեզ նաև ինչու համար, ժողովուրդն էլ իմանա։ Որտեղ ժողովուրդ ուզում է նորմալ պետություն, ուզում է նորմալ ապրել, մի քիչ էլ հարուստ ապրել, որտեղ հերիք է աղքատ ապրի։ Հասկանում եք ոնց էս միջին հային եմ ասում, էլի, այն մնացածները ինչ որ է կամ աղքատ խավին։ Դե այս հարցը ինչ կապ ունի հարուստ աղքատ ապրելու հետ։ Չէ, թե նրանք պետք է ապրեն, չէ, երկիրը պիտի կարողանա հանգիստ ստաբիլ վիճակ լինի, որ տնտեսություն աշխատի, կրթություն աշխատի, ռեֆորմները։ Իսկ որպես կանոն օրենք եմ ասում, քաղաքագիտական չերևացող երկիր, որևէ երկիր, որը հաջողակ է եղել իր զարգացման մեջ եւ շատ առաջընթաց ունի։ Մի երկու երկիր ասեմ, Թայվան, գիտեք ինչ հաջողություններ ունեն, 36,000 քառակուսի կիլոմետր տարածքում 36 միլիոն մարդ է ապրում եւ չիպերով աշխարհը խեղդել է։ Ուրեմն մնացածը չեմ ասում, Չինաստան ինչ հաջողություններ ունի, Գերմանիայի մասին այնքան եմ ասել Հիտլերից հետո եւ այսպես շարքը կարող եմ շարունակել։ Ուրեմն այս երկրների ռեֆորմները առանց կրոնական գործոնի հաջողություն չեն ունեցել։ Մեզ խիստ անհրաժեշտ է 4-րդ հանրապետությունը սպասարկվի, ապրի մեր եկեղեցու այսպես փիլիսոփայությամբ ասեմ, դավանանքի փիլիսոփայությամբ, պարտադիր է դա։ Մշակույթը մեր չի կարող վերականգնվել առանց այդ իմ ասածի։ Կարդացեք, նայեցեք Պարուս Սևակին, երեք ես Պարուս Սևակի տուն թանգարան էի գնացել հաղորդում դե հատուկ նպատակով։ Պարուս Սևակն ինչ ասում, չի կարող, ասում հնարավոր չի պատկերացնել մարդ, որ Աստվածաշունչ չի կարդացել եւ նա լինի մտավորական։ Եվ հետո շարում է համաշխարհային մշակույթի գործիչներ, որոնց պես Նարեկացի, Արամ Խաչատրյանը եւ սա պիտի իմացվի, թե չէ, պիտի իմացվի։ Պիտի արագացվի, հարցի լուծում պիտի արագացվի։ Պարոն Շիրինյան, տեսեք, մինչ այդ ասում էին եկեղեցու գործերի մի խառնվեք, պետությունը կամ իշխանությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերում, եթե ովքեր էին ասում, ովքեր չեն ուզում։ Եկեղեցու բարձրաստիճան ովքեր չեն ուզում լուծում, որտեղ այդ ասեցի, այդ եկեղեցին եղել է դժբախտաբար 1836 թվականից Պոլոժենիայի դրույթներով։ Հիմա այդ Պոլոժենիան չկա, հոգեբանությունը կա, նորմատիվները մնում են, ցարական իշխանությունը կառավարել է մեր եկեղեցին։ Բացի Խրիմյան հայրիկ, ուրեմն Խորեմ Մուրադբեգյան, որին ոչնչացրին հայ չեկիստները Մոսկվայի կամքով, որովհետեւ նորից վերահսկողության տակ վերցնեն։ Դա այդպես է եղել։ Հայ եկեղեցու միջոցով Հայաստանը կառավարվել է այդ միացումից հետո եւ այն։ Հիմա այս մենք դժվարին հարց ենք լուծում։ Դարավոր հարց է, դարավոր է մեր այս ազատագրումը, այս 4-րդ հանրապետության գալիքը մեր պատմության մեջ աստեղային ժամ է լինելու։ Եթե հաջողենք, եթե չէ մենք մեր ռեսուրսը նայեք, տարածքը, մարդկանց քանակը, նաև դեմոգրաֆիական կառուցվածքը։ Ազգաբնակչության հիմնական մասը ուրեմն 60 տարեկանից բարձր է։ Երևանում եւ այլ քաղաքներում ման է գալիս 3-6 էի։ Ուրեմն գլխավոր փողոցը 2 մետրի վրա դեղատուն է։ Ինչի մասին է խոսում։ Տեսեք, դա նշանակում ազգաբնակչության առողջության հարց ունի եւ այլն, էլի։ Հիմա ուզում եմ ասել, որ դրա համար պիտի հարցերը լուծել։ Հիմա սկզբունքային մի բան էլ ասեմ հենց ձեր հարցի համար։ Չէ, սրանք պիտի հասկացվեն, ես հասկանում եմ, որ դուք ուզում եք առօրյա պատասխան, Կճոյանը ոնց է, նրա բոյը ինչ կան եւ այլն։ Չեմ վերաբերում, ուղղակի բան է։ Պետությունը պիտի միջամտի, թե չէ։ Հա եթե դասական երկիր է, չպիտի միջամտի, բայց ֆրանսիական հեղափոխությունից հետո պետությունը միջամտել է, թե չէ։ Հիտլերից հետո պետությունը միջամտել է, թե չէ, տարածված։ Հիմա սա ընդհանրական մի պատկեր ունի։ Ցանկացած պետություն ունի չերևացող մի բան, որը կոչվում է պետության քաղաքական կենտրոն։ Եթե նախագահական է, դա սահմանադրության մեջ չի գրվում, բայց առանց դրա պետություն չի լինում։ Այսպես մի քիչ եթերային բան է թվում է։ Ուրեմն այդ քաղաքական կենտրոնը պիտի պատասխանատու է երկրի համար եւ կարգավորման համար, կարգավորման,
Տվյալ բարակայում մեզ մոտ քանի որ վարչապետականն է, խորհրդարանական է, վարչապետը եւ իր գրասենյակը Հայաստանի Հանրապետության քաղաքական կենտրոնն են եւ նա պարտավոր է հարցերը լուծի եւ կլուծի այն սահմանադրական նորմ, ինչպես Ֆրանսիայում կսկսի աշխատել։ Պետությունը չի միջամտում եկեղեցի գործերին, բայց սա պետությունը եկեղեցի գործերի միջամտություն չի։ Եկեղեցին մեր Գրիգոր Լուսավորչի Հայաստան բերելու մասին է խոսքը։ Հայաստանի պետության կառուցվածքի մեջ տնելու մասին է խոսքը, նա նրա մեջ չի։ Այլապես հայացները չեն հառի, ամեն ինչի Մոսկվա։ Զախարովան է կառավարում սրանց։ Եթերով։ Հարցս դրա մասին է, որ երբ որ մինչ այդ ասում էին, որ ներսում կարգավորենք մենք, հիմա եպիսկոպոսները ներսից խնդիրը բարձրաձայնել են, ասում են, որ եթե 1999 թվականին առանց ահաբեկումների լիներ կաթողիկոսական ընտրությունը չէինք ունենա այն ինչ ունենք եւ հորդորում ենք ունենային, ինչ էլ լիներ Մոսկվան այդ տարիներին անցկացնելու էր իր մարտուն։ Եվ այդտեղ որ այնտեղ պատմություն կա Վազգեն Սարգսյան եւ այլն ընտրություն չեղավ։ Այդ հիմա ես ենթադրում եմ Մոսկվայի հանձնարարությամբ են անցկացրել այդ ձևով, հետո էլ վկաներին վերացրել են։ Չի կարող լինել։ Ուրեմն իսկ ընդհանրապես Ռուսաստանը, այսօր Կովկասը, ցարի ժամանակ մոդելը մնում է նույնը։ Վրացիներին կառավարել է իշխանական թավադների միջոցով, ուրեմն Ադրբեջանի թաթարներին, Ադրբեջան չի եղել, ոչ էլ ադրբեջանցի, սրանց բեկերով դրա համար Արցախի հայությունը հող չուներ, ինքը իր երկրում ցարի ժամանակ հողազուրկ տարավ, իսկ հայաստանյաց հատվածը, արևելյան Հայաստանի հատվածը կառավարվել է եկեղեցու միջոցով։ Հիմա այս 10 եպիսկոպոսները թիրախում են հայտնվել։ Իրենք պետք է հասկանան մի բան, այստեղ թիրախում չի, բոլորս է թիրախում ենք։ Մենք բանը, դե քայլում ես, ասում են չես վախենում, հա եթե մի գործ ես անում, չպետք է վախենաս։ Վախենում ես, վախը պետք է հաղթարես, ենթադրենք։ Հիմա իրենք պատմական գործ են անում մեր եկեղեցի պատմության մեջ։ Իրենք Գրիգոր Լուսավորչի մարտիկներն են, այդ եպիսկոպոսները, ովքեր որ նախաձեռնել են այս հարցը լուծելու։ Հիմա վախենան թե չէ, իրենք թիրախում են, թող իրենք հակահարձակման ասնեն։ Ինչպես։ Դու հենց իշխանության մոտիկ լրատվամիջոցներ չկա, թող վրա տան։ Ինչպես որ իրենք են ագրեսիվ լինեն, ով է ասել որ այդպես խելոք բայրակթարներն առած մարդկանց բերանն են մտցնում։ Հասկանում եք ոնց է, հարցազրույցը, մարդուն չեմ ուզում, հարցին չեմ պատասխանում, պարտադրում են հարցին պատասխանի։ Սա ինչ ձև է։ Այդ նշանակում է deep state Հայաստանի ուժեղը եւ հակագրոհի մեջ է, որտեղ նա վերջնականորեն այս ընտրություններում դրքերը կորցնելու խնդրի առաջ է եւ նա ամեն ինչ կանի, որ երկրում քաոս լինի։ Քաոս լինի, իշքան ձգվի, այնքան վատ։ Ուրեմն պետք է ձևը գտնել։ Ես ասացի, օրենքներ չկան, բայց ասում են, այս խախտումներն են արել, չէ՞, նյութական, այս հարուստ է, աղքատ է, քրեական պատասխանատվություն չի հասնում այդ բոլորի համար, կամ ուրիշ բաներ։ Հիմա իշխանությունը կիմանա տակ է ինչ կա, ես հիմա կոնկրետները չեմ կարող ասեմ, որտեղ չեմ տեսել։ Կարող եմ ասել, բայց կարող է ճշգրիտ չլինել։ Դրա համար պետք է արագ լուծվի։ Հանրությունը ասեմ ձեզ, հայ ժողովուրդ Հայաստանում կառավարության հետ է 100%-ով ու վերջ։ Հետևաբար այդ ժողովրդի կամքը պետք է կատարվի եւ մեզ շատ անհրաժեշտ է որ մենք մեր կաթողիկոսն ունենանք եւ մենք մեր երկրի վերաշինությամբ զբաղվենք։ 4 տարի զբաղված են կամ Վազգեն, Գալստանյան, սրանք քաշել վերջացնել է պետք։ Իրավական պետությունը պետք է հստակ աշխատի իր մեխանիզմներով, օրենքով, հստակ։ Եվ հարցը կլուծվի, ինչ եղել։ Բայց հետաքրքիր է, որ ռադիկալ ընդդիմությունը եւ նաեւ մամուլը սկսեցին այդ 10 եպիսկոպոսներին հուդավորակել միայն նրա համար, որ վարչապետի հետ էին հանդիպել, իսկ Վլադիմիր Պուտինի ձեռքից այդ պաշտոն մեդալ ընդունելը օրինակ նորմալ բան է Եզրաս Ներսիսյանի կողմից։ Հա, որովհետեւ իրենք նրանց ծառայության մեջ են։ Իրենք այդ պետության պաշտոնյաներն են հավանաբար։ Հետևապես իրենց համար եւ հայերի դժբախտաբար մի շերտ կա օտարի ծառայությունը համարում է պատիվ։ Մարդկա ասում ես ռուսի շպիոն հոչես ուրախանում է։ Բայց հիմա
Թե չէ, ես ոնց կլներ, Հայաստանից օլիգարխները գալիս են թիթեռի նման, իշխանություն փոխելու ընկնում են կրակի մեջ, Թումանյանի այն բանն է դարել, Փարվանան։ Հասկանում եք ոնց է։ Այստեղ հարցեր կան, մեր դարավոր պատմությունը մեզ շատ անգամ սերվիլիստ է դարձրել շատերին, Ծառայամիտ, Օտարին, վայ, Մոսկվա, վայ, Պուտին։ Պուտին ինչ։ Պուտինը Ռուսաստանը խրել է անդունդի մեջ։ Պատժելու են մի օր, դա վստահաբար իմացեք, ռուսներն են պատժելու իրենց այդ, հիմա բայց դա իրենց գործն է, հիմա մենք ոչինչ չպիտի նայենք, մի ընդհանուր էս է միտքը, ուրեմն մենք պատմական շանս ունենք մեր 30,000 քառակուսի կիլոմետրի վրա ստեղծել մեր ժողովրդին արժանի, նրա պատմությանը, քաղաքակրթությանը արժանի մի պետականություն, բարձր չափորոշիչներով, հարցը անթույլատրելի կլինի տանուլ տալը։ Այս գիտակցությամբ է աշխատել, թե չէ, ասեմ ձեզ, Հայաստանում օրենսդրությունը այնքան խճճված ու հակասական է, որ ինչի համար օրենք կա։ Գողության համար էլ կա, որ գողանան, չգողության համար էլ կա, որ նայած ինչ են գիրառում, ոնց են գիրառում, հարցը պետք է փակել։ Լավ, պարոն Շիրինյան, դուք ինչպես եք պատկերացնում գործընթացը եւ ճանապարհային քարտեզ արդյոք տեսնում եք եւ նաեւ վարչապետի այդ շարունակել տարբեր պատարակների մատուցել տարբեր եկեղեցիներում, գիտեք, որտեղ կաթողիկոսի անուն այլևս պատարակի ժամանակ չի հնչում։ Նրանք այդ չեն հասկանում, կաթողիկոսի մտքի մեջ երևի ծիծաղում իր անունը տալիս են, թե չէ, որտեղ այդ մարդը ինքը կաթողիկոս իրեն չի զգում։ Հասկանում եք ոնց է։ Այսինքն մարդը ինքը ներքուս պիտի զգա, ինքը պիտի ասում են, չէ, հավատի։ Իրեն չի վիրավորում, որ իր անունը չեն տալիս։ Նա չեկիստ է կամ չգիտեմ ինչ է, ինչ որ է, չէ, ինչն է վիրավորում։ Նա ես դրանք չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ deep state-ի բարագլուխներից մեկն է։ Ղարաբաղյան կլանը սպասարկող deep state խորքի պետություն տեսեք Թրամփն էլ անընդհատ ամերիկյան deep state-ից է խոսում։ Նա կռիվ է տալիս, ինչի մասին է խոսքը։ Կռիվ է տալիս այդ դիրքերը, այդ վիճակը վերականգնելու համար։ Հետևաբար ամաչում է, չի ամաչում, ամաչար չէր ամուսնանա, որ ասում են։ Դարձրել են, տեսեք ինչ է գնում։ Գոնե մի քանի ասում են կուսակրոնություն ձեռ են առնում, այսինքն դա հեչ, բա ինչը մեջ։ Խոսքը եկեղեցու բաների մեջ է, թող այդ դեպքում ժողով անեն, որոշեն, որ դա պետք չի եւ այլն։ Ուզում եմ ասել, որ ճանապարհային քարտեզը որն է, օրենքը կիրառել, քրեական եւ այլ օրենսդրությունը կիրառել, բայց պիտի դա շատ հիմնավոր լինի։ Եթե չկա, չէ։ Քրեական օրենսգիրքը, քաղաքացիական եւ այլն, այդ օրենսդրությունը պիտի կիրառվեն։ Այդպես լինի Ֆրանսիան քանի հեղափոխ, Ֆրանսիա չէր լինի, նայեցեք։ Որ երկիրն ուզում եք, եթե այսպես ցկցկվի պետություն չի դառնա։ Հիմա կաթողիկոսի այսպես ցկցկելու նպատակը ո՞րն է, որ չէ ռուսական միջամտությունը։ Սպասում է ինչ-որ միջամտություն։ Նպատակը ո՞րն է։ Պետությանը դա Հայաստանում իշխանություն վերադարձ իրենց եւ մեջը դավադիր բան կա, հաստատ է։ Եթե այդ իշխանության վերադարձ եղավ, ժողովուրդը մի քանի դիվիզիա են կազմելու Դոնբաս ուղարկեն կռվել ուկրաինացիների դեմ։ Հայաստանում զորակոչ է լինելու ռուսական բանակի հետ որպես դաշնագետ ճագերտավոր կռվելու համար։ Ես դա բաց ասում եմ հաջորդին։ Նաև օլիգարխիային եմ ասում։ Նաև նրանց այն ռուսասերներին, որոնք միամիտ չգիտեմ ինչի հայասեր լինելու փոխարեն ռուսասեր են։ Մեր քաղաքացիներն եմ, ազնիվ մարդկանց եմ ասում, որոնք անիմաստ ռուսասերներ են։ Հայ պետք է լինի հայասեր ու վերջացնի, փակի հարցը։ Մնացածները նորմալ հարաբերվի, ֆրանսիացի, ռուս, չգիտեմ ինչ։ Եթե իհարկե իրենք կհարգեն իրեն։ Պարոն Շիրինյան, տեսեք, հաջորդ զգայուն հարցը կապված է Արշակ Խաչատրյանի հետ, նույն ինքը դիվանապետը Արշակ Սրբազանը, որին նաև վերագրվում էր այդ տեսանյութերը, ի դեպ դրանց իսկությունը արդեն հաստատվել է։ Արշակ Խաչատրյանը այսօր նախ ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը չի, այո, եւ հետո չի գնալու, որովհետեւ դրանով ասում է կհաստատել։ Նա ինչ ասում, համարյա ասում է լավ եմ արել, կուսակրոն չէ։ Այդ բարքերը ոնց ասեմ, գողական են։ Պետությունը լութոկրատ է եղել։ Այսինքն դա գիտական տերմինաբանության մեջ է, պլուտոկրատիա, կլեպտոկրատիա, լութոկրատիա, գողական է իշխանությունը։ Այս գողականը հիշեցնեմ, Դեմիրճյանի ժամանակ ապերոն է։ Տերմիններ կային, սոցիալական, քաղաքական ծանրաբեռնվածություն ունեցող տերմիններ են, իրենք այդպիսին են։
Հիմա իրենք ոնց են ընտրվել, իրենց ով է ընտրել, ով է կաթողիկոս դարձրել եւ այլն։ Այս մարդու վերաբերյալ ասեցի, ես ենթադրում եմ ռուսների պահանջով է սա դարել։ Դրա համար է դաժան այդ բաներն եղան։ Հետքեր վերացնեն, ես ենթադրում եմ բնականաբար։ Հիմա որ ասում եք Աշակ Սրբազանը գողական է, Աշակ Խաչատրյանը Գողինը գողական չի, ասում եմ բարքերը գողական են։ Բագարեգին բայի բարքերը ինչպիսին են, որ չի ուզում հրաժարվել Աշակ Խաչատրյանից։ Հա, դա լավ եմ անում, էլի։ Բայց դա ինչ է, տղայական ասենք, հա, լավ եմ անում։ Դրա համար իշխանությունը պետք է ապացուցի, որ իրենից բարձր եւ իրենից օրենքի մակարդակով գործող այլ մարմին Հայաստանում չկա, ինստիտուտ չկա եւ չի կարող լինել ու վերջ։ Պարոն Շիրինյան, շատ է խոսվում կոմպրոմատների մասին, այդ տեսեք, եպիսկոպոսների ընդվզումը առաջացել էր նրանից, որ Գարեգին ըստ էության հրաժարվել էր Աշակ Խաչատրյանին հեռացնել, ասել էր դրանով հայ եկեղեցին կկործանվի։ Այստեղ եկեղեցին չի կործանվում, եկեղեցին կործանված է, եթե շարունակի։ Եկեղեցին փրկվում է։ Հիմա մենք կռիվ ենք տալիս մեր եկեղեցու համար։ Ուղղակի ցկցկվեց, ասեցի ձևը սասխալ էր ընտրելը։ Մի գիշերում հարցը այն որ աղմուկ չկար, մարդ չգիտեր, հարցը փակվում էր, վերջանում էր։ Ու վերջ, եւ ժողովրդավարություն իրեն պաշտպանել պիտի կարողանա։ Դուք ասում եք ձևը սխալ էր, բայց օրինակ հետաքրքիր նոր քաղաքական դերակատարներ են միանում Նիկոլ Փաշինյանին, կարծես թե ինչ որ իմաստով տողատակում նաև սատարում, օրինակ Նարեկ Կարապետյանը երեկվա պատարագին ներկայացել էր Սուրբ Սարգիս եկեղեցին։ Եթե այսպես գնա, մի օր էլ կարող են պատարագի ժամանակ ուրիշ բաներ լինել։ Օրինակ։ Ամեն ինչ կարող է լինել Հայաստանում։ Չի եղել, ամեն ինչ կարող է լինել։ Եթե Ամերիկան նախ Քենեդի են գնդակարում, ամբողջ մի գերտաստան Քենեդին, հետո սենատոր Էդվարդ եւ այլն, այստեղ ինչ է լինում։ Ես ուրեմն դրա համար պիտի աշխատել, ոնց ասեմ, օպերատիվ, արագ, առանց ցկցկելու, այդ եղբայր քուր, այս կլանային կապեր նկատի չունենալով, կամ մենք պետությունը պահում ենք, կամ չէ, այդ չլինելն էլ հայ ժողովրդին պետք է ասվի, աշխարհով մեկ, նույնիսկ ընդդիմադիրներ, ռևանշիստները չէ, նայեցեք, եթե այս անգամ այս պետականությունը մենք կորցրենք, մենք այլևս հազարավոր տարին եւ ընդմիշտ այլևս պետություն չենք ունենա, ինչի համար, որտեղ 30,000 քառակուսի կիլոմետր տարածք է, այն էլ իր աշխարհագրական ձգվածության տեսքով էս որ կա, դա այլևս թույլ չի տալիս պետություն վերականգնել, բայց պետություն զարգացնել շատ հիմա նպաստավոր է։ Սա ես գիտակցությամբ թե աշխատել են չեղել։ Եվ նաև կա պիտի ասել, որ այո, խոստովանել, բայց դա էս իշխանության խնդիրը չի, նույնիսկ եկեղեցի պետություն փոխհարաբերության օրենսդրական ինչ են ասում, բազա գոյություն չունի գոյություն, որը թե չէ կարգավորվել էս բոլորը։ Իր համար թողած է, էլի, որտեղ նրանք միասին էին, նրանց խնդիր չկար, նա սպասարկում էր հարուստ գանձակող դասակարգի շահեր ու վերջ։ Իրենք խնդիր չունեին եւ ռուսների համար օքեյ էին։ Երկիրն առնակամ են արել, չէ՞։ Ղարաբաղում էլ ուրեմն խեղճ ու կրակներ ժողովրդի փորձանքի մեջ գցեցին, շարը գցեցին ուրեմն իշխանության վրա, որը ոնց կարող էր, բարձ է, հա։ Այսպես ուզում եմ ասեմ, որ դրա համար հիմա տեսա, այսպես ասեմ, ձևն ասում եք ճանապարհային քարտեզը։ Այսօր կամ վաղը գումարում են ազգային անվտանգության խորհուրդ, համեսկան մարդկանց եթե հարկ են համարում, հրավիրում են ազգային անվտանգության խորհուրդը, ուրեմն բան է, որոշում է կայացնում ու աշխատում են։ Եվ պետական ապարատ աշխատում հստակ է տեսակետով։ Անցես ճանապարհային քարտեզ։ Իսկ եթե պետական ապարատը մի կողմ թողնենք հանրության պահանջը ու նաև որ մայրաթորում որևէ մեկը չհավաքվեց այդ պատարագի ժամանակ, որ նախատեսվում է։ Բա ինչին են սպասում։ Գալստանյանի ժամանակ ամենաշատը ոնց որ թե ժողովուրդը, քանի օքի եղել։ Ես 3 անգամ ոսկեպարում եմ եղել այդ տաք օրերին։ Քանի մարդ եղել։ Թիվ որ վերցնեք, եթե այսինքն չկար, այդ պիկի ժամանակ էլ ինչ են եղել, քիչ, շատ քիչ։ 30,000 մարդ էր հավաքվել հանրային աջակցություն չունեն, այս կաթողիկոսը ինք հանրային աջակցություն չունի այն օրվանից, երբ որ այդ սպանություններով, բաներով տարավ կաթողիկոս, որը վերաբերյալ 1000 խոսակցություն կա, հիմա դա պետք է
որ այսքան $1,000,000 թե $1,000 սրան են տվել, նրան են տվել, ինքը կա։ Եվ այլն, այս հարցերը պետք է բարձրի եկեղեցի պետք է ոնց ասեմ, բերվի իր բարոյական բարձր դիրքի վրա։ Հիշեցնեմ, սա Գրիգոր Լուսավորիչի եկեղեցին է։ Սա դրտա Թագավորի եկեղեցին է։ Ոնց ասեմ, աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետականություն հռչակած եկեղեցին է։ Այդ նշանակում է մեր վերաբերմունքն այդպեսի մի դեպք։ Նա չի կարող օտարին սպասարկել։ Դա օտարին ռուսների հետ սերտորեն կապված բան է։ Իսկ միգուցե հենց դրա համար չի գնում, որ գիտակցում է իր գնալով շատ ավելի շատ միջամտություն է ակնկալում։ Այսինքն սպասում է ուղիղ միջամտություն։ Այո։ Իսկ բոլոր են ուժերը անհավատ։ Բայց միջամտելու են թե չէ, վստահ իշխանություն որ չեն միջամտելու։ Եթե կարողանային, վաղուց միջամտել էին։ Չեն միջամտել, որտեղ Ռուսաստանը փրկության հարց ունի։ Այդ մի նայեք, որ Պուտինը կանգնել է այսպես խոսում է։ Խրվել են, դուրս չեն գա, քանի այդ ժամանակներն հարցեր պետք է լուծվի։ Իսկ այդ միջամտությունների մեջ կարող է լինել օրինակ Աստված մի արասե հոկտեմբերի 27-ի նման որևէ սցենար։ Գիտեք ինչ կա, չգիտեմ, դա ես չեմ կարող, մենք ուրիշ բան կարող եմ ասել, որ այս օրերին որպես դա չլինի նման բան։ Ներքին անվտանգության եւ ազգային անվտանգության ամբողջ համակարգը պետք է ժամացույցի մեխանիզմի նման աշխատի։ Ես իմ անունից, կուսակցության անունից խնդրում եմ իրենց անվտանգության ծառայությունները տարբեր են, ոստիկանություն եւ այլն, մանր բուներ, եթե հարցեր ունեն, պետք է կողքի դնել, ասեմ ինչի համար։ Մենք կարող ենք պետականություն կորցնել, ուզում եք պետություն կորցնել, մենք ով ենք էլ։ Ինչ ուզում եք Ռուսաստանի դիվիզիաներ դառնաք բանում, հա, Ղրիմում։ Հայերը 6 դիվիզիա են հանել, 6 դիվիզիա այն ժամանակ Ռուսաստանի հայրենական պատերազմի համար։ Ցեղասպանությունից նոր դուրս եկած է։ Մի հատ շնորհակալություն ասել են Արցախն էլ հետը կերան, ռուսների մասին է խոսքը։ Ռուսները չուզեին Ալիևը ռիսկ անել այդ վիճակը բերել։ Հասկանում եք ոնց է, դրա համար պիտի լրջորեն այս հարցը բոլորս, բայց հենց անվտանգությունը, պետական պաշտոնեություն եւ այն պիտի հասկանանք, որ մենք իրավունք չունենք պետություն եւ եկեղեցի կորցնելու։ Իրավունք չունենք։ Պիտի հարցը լուծել։ Իրենք չունեն հանրային աջակցություն։ Չեն կարող ունենալ, ինչպես կարող են ունենալ։ Մի երկու խապված եւ մնացածները պիտի բացակայել։ Օրինակ ես իմ անունից, եթե ասում եմ, ովքեր Ռուսաստանի մեծ այն Ռուսաստանը չիմ դարտը։ Եղբայր, մի հավատացեք դրանց։ Դուք եղեք հայասեր, դա բավարար է։ Բոլորը ձեզ կհարգեն, այդ ձև չեն հարգում, օգտագործում են։ Եվ այս պայմաններում պետք է հարցը լուծվի։ Պարոն Շիրինյան, հստակ կան անդիմադիր ուժեր, նաև անհատներ, օրինակ ռևանշիստներ, ինչպես դուք եք ասում, օրինակ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ինչի համար եկավ, իր բառարարված եկեղեցին պաշտպանելու համար։ Հիմա այդ մարդիկ եկել է անկայունություն ստեղծելու համար եւ ստեղծել է։ Նույնն էլ եթե ուրեմն այն ինչ է Վարդանյան Ռուբեն էր, ինչը որ հիմա Բաքվում է, չէ՞։ Նա եկել էր վարչապետ պիտի դառնար, չկարողացավ, Պուտինը պատժեց տվեց թուրքերին։ Պատժել է դրանց, այն 8 հոգին պատժվել են, որովհետև իրենք չկարողացան Հայաստանում իշխանապողություն անել, որովհետև Ռուսաստանն զբաղված է եւ Հայաստանում չի կարող ուրեմն պետականությունը տապալել։ Այդ իշխանապողությունն էլ Հայաստանի պետության տապալման մասին է խոսում, ոչ թե իշխանությունը փոխվում է, դուք եք գալիս, նա է գալիս։ Դրա համար պատժել է, տվեց թուրքերին։ Հիմա սրանց երևի խնդիր է դա։ Սա հիմա ես նույնիսկ բան եմ, Սամվել Կարապետյանին պետք էր գալ այստեղ խցի մեջ մտնել, այդ իրենց աղբոր տղիներ փողոցները գցեին։ Բայց կարող են չգային, չէին կարող։ Այ եթե ադրբեջանցի օլիգարխներ չէին գա։ Ինքնաթիռից կանգնեին չէին գա։ Բայց հայերը կգան։ Բա հիմա ինչ են անելու, եթե օրինակ եկեղեցու հարցը հանգուցալուծվի, Գարեգին բան գնա, իրենց օրակարգը ո՞րն է լինելու անդիմադիր։ Այնտեղից ուրիշ բան կճարեն, բայց սպառվում են։ Մենք գնում ենք նորմալ ընտրությունների։ Դուք ես տագնապի համար ոչ մի տագնապ չունեմ։ Ուղղակի պիտի լուծվեն։ Մենք շատ նորմալ պիտի կազմակերպած գնանք հերթական ընտրություններին եւ 4-րդ հանրապետությունը հիմնադրենք։ Բայց եթե հույս ունեք, որ այդ ասենք դա պիտի օլիգարխիայի, Ղարաբաղյան կլանի, մյուսների հետ կոմպրոմիսով լինի,
Ինչպես որ այս ընտրություններ եղան կոմպրոմիսով, ավելի վատ է լինելու։ Հարցը պետք է ոնց ասեմ, մենք պետություն ենք ստեղծում, սրանից բարձր վեհ առաքելություն որևէ ժողովրդի համար չկա։ Այն գիտակցումով, որ մենք մշակույթի ժողովուրդ ենք, հարգում ենք սևակ եւ այն, չէ, բայց մշակույթի բարձրագույն ձևը պետականությունն է, ամենաբարձր մակարդակը։ Եվ այնտեղ մենք ունենք խնդիր, որ մեր եկեղեցին պիտի լինի արժանավոր իր տեղով, արժանավոր կաթողիկոսով եւ եպիսկոպոսներով։ Պարոն Շիրինյան, վերջին շրջանում շատ ենք տեսնում նույն վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ եպիսկոպոսներին ուղղված օրինակ նամակներ, հայտարարություններ, կոչերով են հանդես եկել Աջապահյանը եւ Գալստանյանը։ Մենք տեսնում ենք, որ կալանավայրից էլ իրենք փորձում են օրինակ ընտրական process-ների վրա ազդել իրենց դիտարկումներն անել իրենց։ Հեղինակություն ունեն, որ ինչ հեղինակություն ունեն։ Ուղղակի ոնց ասեմ, այն բանկը ասում է, քեզ ով է ասել, չեմ ուզում, ասում է, այս Պողոս ասում է դու էլ ասա։ Իրենք իրենց համար, նրանց համար հարց կա, եկեղեցին իրավունք չունի քաղաքականության մեջ լինելու եւ եկեղեցու սպասավորը չպիտի լինի։ Մեր պետության մասին, այն որ եղել է Օսմանյան բան եւ այլն, պետություն չենք ունեցել, եղել է ուրիշ բան։ Հիմա եկեղեցին չի կարող եւ վերջ։ Իսկ եթե եկեղեցուց դուրս գան, օրինակ կաթողիկոսը թողնի իր աթոռը եւ օրինակ դուրս գա ու մտնի ուղիղ քաղաքականության մեջ, մտավախություն չունեք, որ կհաջողի։ Իհարկե, ես մարդունով կդրա ցավը։ Շատ երբեմն հորդորում են իրեն ուղիղ իր դեմքով մտնեն։ Դե հորդորում են, բայց ասելը չի նշանակում անել։ Թող գա։ Հիմա թող փիլոնը դնեն կողքի, հայտարարել որ իրենք կարկալույծ են, իրենք այլևս եկեղեցու ծառայության մեջ չեն, ընտիր թողան քաղաքական կյանք, ինչ է պատահել։ Թողան, տեսնեք ինչ կլինի։ 2026 թվականի խորհրդարանական Ես իրենց առաջարկում եմ, եկեք քաղաքականություն, բայց թողեք այդ բոլոր, կարկալույծ պիտի լինեք, այդ բոլոր արտոնություններից պիտի հրաժարվեք, հա ոնց։ Ինչ հետևություններ պիտի անի նաև ընտրողը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրել։ Ընտրողը հետևություն պիտի անի, որ ոնց ասեմ, են երիտասարդ տարիքի այն իսկական սիրահարի նման գրկի իր պետականությունը եւ բաց չթողի, մնացած հարցերը լուծված են։ Եվ Ղարաբաղյան կլան, 5-րդ շարասյուն, ռսակոծություն բացարձակ պիտի մերժի ու վերջ օլիգարխ մի անգամ պիտի անի թե չէ պատահել դա հեղափոխություն կլինի իսկական ես իմաստով կլինի հեղափոխություն շարունակվում եւ ավարտ կունենա իսկ ազգային ժողովը պիտի լինի բազմակուսակցական բազմագունավորություն ասենք այնտեղ լիբերալներ սոցիալ-դեմոկրատներ կամ սոցիալիստներ քրիստոնյա ժողովրդավարական դա կարթեն եւ այլն նրանք ովքեր եղել են հեղափոխության աջակից ուժեր խորհրդարանում կամ նրանից դուրս այս սպեկտրը պետք է լինի եւ մենք ինչ կունենանք Հայաստանի Հանրապետություն մոդելի իմաստով կկրկնի Գերմանիային Գերմանիայում թողեցին ֆաշիստների իշխանության մեջ լինեն թողել են ֆաշիստաթափ պետք է լինի այստեղ էլ գողաթափ պետք է լինի երկիրը Թե չէ ապակա չունենք։ Դուք նայեցեք, լուրջ բան եմ ասում։ 30-40 տարի է անցել, չէ՞, այս բանից հետո։ Ոչ կարգին իմ ասած մեղադրանք չի, փաստը ոչ մի կարգին ֆիլմ է ուրեմն նկարվել, ոչ մի կարգին վեբ է, ոչ մի կարգին եւ այլն, եւ բացի քաղաքագիտությունը որը որոշակի առաջընթաց ունի, այն դա ծածկվում է աղմուկով, ասենք գինեկոլոգ է մարդը քաղաքագետ է եւ այլն։ Ուրիշ անասնաբույժը քաղաքագետ է եւ բանը գործը այսօր խջողվում է ամեն ինչով, բացի քաղաքագիտությունը մնացած ոլորտներում չկա, ինչու չկա, որովհետև հասարակության վիճակ այդ բարձությունը չունի։ Ես որ մեծ հավատ ունեի, որ մենք գեներալիտետ կունենանք, որովհետև պատմականորեն կար աշխարհում միջնադարում է եղել, հին աշխարհում, հայրենական պատերազմ կոչվածում եւ ամերիկյան բանակ եւ այլն։ Սիրիայի բանակի հետ, որ այդքան կռվում էր, բանը հայը հիմնադրել, Ասադի հոր բանակը, որ այդքան կռվեց, բայց բացվեց գեներալ չունենք։ Այս կյանքն է, ուրեմն պիտի
երեք իմ ընկերներից մեկը իսկապես ասում է Հրանտ Մաթեոսյանից հետո Արցախ չեմ ասում մանր-մունր չկա, ինչի չկա, որովհետև այս վիճակն է, մենք պիտի շարժվենք, թե չէ մեր անկումը 100%-անոց է, որտեղ ասեմ տարածքն է կրճատվել, մարդկանց քանակը եւ այս ռսավարագությունը ցույց տվեց, որ ազգային գիտակցության ենթաշերտեր է լցվել։ Ինչի մասին է խոսքը։ Հասկանում եք ոնց է, բայց ծիլերը կան արդեն։ Մենք այդ հեղափոխությունը պիտի շարունակենք։ Նույն սկզբունքով Գերմանիայում դրեցին ֆաշիստներ չեն կարող լինել խորհրդարանում եւ նրանց հետ համագործակցել գողապետության պարագլուխներ եւ նրանց կառույցներ չպետք լինեն։ Անկախ են բան, բայց չի որ Պուտինը պիտի ուզի որ լինի, չգիտեմ Զանզիբարից պիտի ուզեն եւ այլն, էլի բարձ է, չէ՞։ Որ թույլ պետություն լինի, նորից միջամտեն, նորից այս բաները, մենք պիտի այդ հարցերը լուծենք մի անգամ, ձեռը սեղանին խփելով, դա մեր ժողովուրդը պիտի աներ։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ, կհանդիպենք։